Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է Սրփուհի Գալյանը։ Տեքստը նախատեսվում է քննարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում։ Թե երբ կհրապարակվի այն, նախարարը չի նշել, կախված է քննարկումներից։ Ըստ Գալյանի, իրենք փորձել են ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ վերահսկողության մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին վարչապետի գործունեության նկատմամբ։ Դատական իշխանության հետ կապված նախատեսելու են երթվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն։ Ամենաուշագրավ կետին անկախության հռչակագրին Գալյանը սակայն չի անդրադարձել։ Ընդամենը օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև ըստ նրա անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Ադրբեջանական բանտապահներն ընդհատել են Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ընտանիքի հետ, երբ նա հրապարակային կոչով դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Ինչու՞։ Ես պարզապես չեմ կարողանում զանգահարել Ադրբեջանի օմբուդսմենին։ Խնդրում եմ, շարունակենք։ Վարդանյանը նշել է, որ չնայած 2023 թվականի հոկտեմբերին ՄԻՊ-ը անձամբ էր տվել իր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ոչ փաստաբանների, ոչ գրավոր դիմումների միջոցով նրան չի հաջողվել կապ հաստատել օմբուդսմենի հետ։ Վարդանյանը հրատապ հանդիպում է խնդրել, նշելով, որ նա միակ հանրային ինստիտուտի ղեկավարն է, որին կարող է դիմել։ Ես արդեն 1 ամիս է չեմ կարողանում ստանալ դատավճիռը, ոչ ռուսերեն, ոչ հայերեն, ոչ ադրբեջաներեն։ Ես չգիտեմ, թե ինչի համար են ինձ դատապարտել եւ որ հոդվածներով։ Ես խնդրում եմ ձեզ հետ հանդիպում, որպեսզի հնարավորություն ունենամ այս ամենը քննարկել, որովհետեւ ցավոք Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որևէ այլ կառույց, որը կարող է մեզ հետ կապի մեջ լինել։ Իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ չունի այլ ներկայացուցչություն եւ զբաղված է ներկրումներով։ Այս խոսքերից հետո ադրբեջանցի բանտապահները անջատել են հեռախոսակապն ու Վարդանյանին թույլ չեն տվել ավարտել խոսքը։ Հեռախոսազրույցի այս հատվածը հրապարակել է նրա ընտանիքը։ Նախորդ կիրակի ժամը 13-ից հոսանքազրկվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը եւ գրասենյակը։ Բնականաբար խափանվել է նաեւ ջրամատակարարումը, հայտնում է Իլուրեեմը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին հեծից պատասխանել են։ 1 ժամից կմիացնենք։ Անցել են տասնյակ 1 ժամեր, բայց այդպես էլ մինչև այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով, նկատում է աղբյուրը։ Ինչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող այս տմարտի դրսևորումը։ Ըստ հրապարակման հոսանքազրկումը հաստատաբար տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ Հեծը չէր կարող դիմել այդպիսի ստորության առանց հրահանգի։ Աղբյուրն այս երևույթը գնահատում է ոչ թե որպես սովորական վթար, այլ առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսևորում։ Իսրայելի բանակը նախորդ գիշերվա ընթացքում Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել է մի ինքնաթիռ, որն օգտագործվում էր Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից, հայտնել են իսրայելական աղբյուրները։ Հաղորդվում է, որ օդանավը կիրառվել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների եւ ռազմական գործիչների կողմից, երկրի ներսում եւ միջազգային մակարդակում ճամփորդելու, ինչպես նաեւ դաշնակից երկրների հետ գործողությունները համակարգելու համար։ Մեհրաբադը Թեհրանի ամենահին օդանավակայաններից մեկն է, որն այժմ սպասարկում է ներքին եւ տարածաշրջանային թռիչքներ։ Իրանը կկռվի, մինչև Թրամփը հասկանա, որ այս հակամարտությունը սխալ է եւ անօրինական, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա շեշտել է, որ երկիրը երբեք չի խնդրել հրադադար կամ բանակցություններ վարել։ Արաղչու խոսքով Իրանը պատրաստ է կռվել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Այստեղ ոչ ոք չի հաղթի, ասել է նախարարը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են Իրանում հայտնաբերել եւ հարվածել Բասիջ խմբավորման զինյալներին։ Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը բաց պահելու Հորմուզի նեղուցը։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով իրենց շահերից է բխում նեղուցի բաց լինելը եւ այդ պատճառով պետք է գործողություններ ձեռնարկեն։
Իսրայելական ուժերը նախորդ գիշեր թիրախավորել են Իրանի եւ Լիբանանի մի շարք շրջաններ։ Մայրաքաղաք Բեյրութում իսրայելական զինուժը հարվածել է Հեզբոլլահի ենթակառուցվածքներին։ Ընդհանուր առմամբ Կիրակի Լիբանանի հարավային շրջաններում իրականացվել է առնվազն 40 օդային հարված։ Թեհրանում հնչել են հզոր պայթյունների ձայներ, որոնք լսելի են եղել նաև քաղաքի հյուսիսային ու հարավային հատվածներում։ Իսկ քաղաքի խորհրդանիշ համարվող Միլադ աշտարակի ուղությամբ բարձրացել է ծխի հսկայական սյուն։ Օդային հարվածներ են ուղղվել նաև Թեհրանի ներքին սպասարկման Մեհրաբադ օդանավակայանին։ Իսրայելական զինուժի հարվածների ալիքի տակ են նաև Թեհրանի պետական ենթակառուցվածքները։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն էլ հայտնել է, որ օդային հարձակման հետևանքով Թեհրանի նահանգում վնասվել են իր օգնության կետերից մեկը եւ կլինիկաներից մեկը։ Իրանի գրողներն ավելի շատ ուղղություններ են ներառել։ Անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումներ են գրանցվել Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Դուբայի օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։ Իսրայելական զինուժը մոտ 2 ժամվա ընթացքում 2 անգամ հայտարարել է, որ հայտնաբերվել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռ։ Բնակչությանը հրահանգվել է պատսպարվել ապաստարաններում։ Այս իրադարձություններին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ, սակայն ըստ նրա Թեհրանը դեռևս պատրաստ չէ կնքել այնպիսի համաձայնագիր, որը վերջ կդնի տարածաշրջանային պատերազմին։ בלבנון אנחנו תוקפים כל הזמן. היום השמדנו מפקדות של כוח Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը տեղեկություն չունի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրի մասին, սակայն նախազգուշացրել է, որ Իսրայելի համար սպառնալիք ներկայացնող յուրաքանչյուր ոք կոչնչացվի։ חיזבאללה בלבנון הוא חלק מכוח קודס והוא פועל Նրա օրյունը կլինի իր գլխին, մենք կհարվածենք նրան, շեշտել է խոսնակը, նշելով, որ Իսրայելի թիրախների թիվն ամեն օր ավելանում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական առումով Միացյալ Նահանգներն արդեն ըստ էության հաղթել է Իրանին։ Ըստ նրա, իրանական օդուժը, նավատորմը եւ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջությամբ շարքից դուրս են բերվել, իսկ երկրի ղեկավարությունը մի քանի անգամ հայտնվել է հարվածների թիրախում։ Թրամփը նշել է, որ Իրանն այլևս չունի գործող հակաօդային պաշտպանություն եւ չի կարող լուրջ դիմադրություն ցույց տալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատում է երկրների դաշինք հավաքելու ուղղությամբ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Այս մասին հայտնում են մի քանի միջազգային աղբյուրներ։ Ընդգծվում է, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է արդեն այս շաբաթ հայտարարել, որ մի շարք երկրներ համաձայն են ձևավորել կոալիցիա, որն ուղեկցելու է նավերը Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ-ն նաև դիտարկում է Իրանի Խարկ կղզու նավթային հանգույցը զավթելու հնարավորությունը։ Ինքը Թրամփն ակնարկել է, որ քանի որ Միացյալ Նահանգները օգնել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, ինքն ակնկալում է, որ Եվրոպան էլ կօգնի Հորմուզի հարցում։ Ըստ նրա, հակառակ դեպքում ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում։ Ըստ Ալ Ջազիրայի, այս պահին մոտավորապես 1000 նավ սպասում է Հորմուզի նեղուցը հատելուն։ Դրանցից 200-ը նավթային լցանավեր են։ Նավթի գնի վերջին թարմացումներից հետո Brent տեսակի նավթի միջազգային էտալոնային գինն աճել է 0.7%-ով, հասնելով գրեթե $104, մինչդեռ ֆյուչերսները նվազել են 0.2%-ով։ Մինչև այժմ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները ծախսել է մոտավորապես $12 միլիարդ։ Այս մասին հայտնել է ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։ Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ունի բավարար ռեսուրսներ եւ զենք պատերազմը շարունակելու համար եւ գուցե կարիք չլինի կոնգրեսից հավելյալ ֆինանսավորում խնդրելու։ Ըստ Հասեթի, Սպիտակ տան կանխատեսումներով Իրանի դեմ ռազմական առաքելությունը կտևի 4-ից 6 շաբաթ։ Նա նշել է, որ գործի ընթացքը նախատեսվածից արագ է եւ ակնկալվում է, որ մինչև ապրիլի սկիզբ ԱՄՆ-ն կիրականացնի իր հիմնական նպատակները։ Պաշտոնյան նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները արդեն ոչնչացրել է Իրանի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը։ Իրանի հյուսիս-արևմտյան Ադրբեջան նահանգում 20 անձ է ձերբակալվել Իսրայելի հետ համագործակցության եւ լրտեսական ցանցերում ներգրավված լինելու կասկածանքով, հայտնում է TASS-ին գործակալությունը։ Եվս 10 մարդ էլ ձերբակալվել է երկրի հյուսիս-արևելքում։ Ձերբակալվածները մեղադրվում են Իրանի ռազմական, ոստիկանական եւ անվտանգային օբյեկտների տեղակայման վերաբերյալ զգայուն տեղեկություններ հավաքելու եւ Իսրայելին փոխանցելու մեջ։
Ուշագրավ է, որ հենց այս իրադարձությունների ֆոնին իսրայելական զինված ուժերը հայտարարում են թշնամու պետական ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Իրանի ոստիկանապետը հայտնել է երկրի տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ շուրջ 500 հոգու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են թշնամուն տեղեկություններ տրամադրելու կամ հարվածների վայրերը տեսանկարահանելու մեջ։ Թայլանդական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հաղորդավարներն անսպասելի քայլի են դիմել, հանելով իրենց բաճկոնները հենց հաղորդման ժամանակ։ Այս յուրօրինակ քայլը պատասխան էր երկրի իշխանությունների վերջին կոչին։ Նավթի գների կտրուկ աճի ֆոնին կառավարությունը հորդորել է բնակչությանը հնարավորինս խնայել էլեկտրաէներգիան եւ անջատել օդորակիչները։ Հեռուստահաղորդավարները որոշել են սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես կարելի է դիմակայել շոկին առանց հավելյալ էներգիա ծախսելու։